Եվ այսպես անկախ ամեն ինչից ձեր վլոգը կամ հաղորդումը որպես կանոն ունենում է սկիզբ, այսինքն ինտրո եւ ավարտ։ Որպեսզի դա չլինի ամենաձանձրալի մասը ձեր վլոգի կամ հաղորդման, երկու բան կարող եք մտցնել։ Առաջինը, դա ինչ որ ակտուալ իրադարձություն։ Օրինակ Մակրոնի կինը չրփելա Մակրոնին։ Դրա վրա կառուցված ինտրոն ավելի արդյունավետ կլինի ու մարդիկ կզգան, որ մի վարքան էս հենց նոր ա եղել, թարմ ա եղել, հարմության շունչը կլինի ինտրոյի մեջ, կամ փոթորիկ ա եղել, կամ կարկուտ ա եղել։ Եթե դա լինի ձեր ինտրոյում, ապա ձեր ինտրոն եւս կլինի ինչ որ թարմ, այլ ոչ թե ստանդարտ բարև ձեզ, այսօր մենք խոսելու ենք։ Մյուսը shock value, այսինքն ինչ որ մի շոկային ձևով, կարող եք շոկային շորեր հագնել, շոկային մեյքափ կամ ինքներդ ձեզ չրփեք կամ ինչ որ մի բան թռնի, գրաֆիկայով տեղի ունենա, որպեսզի ոչ ստանդարտ ձևով, ոչ սովորական ձեր նստած կամ կանգնած ձևով սկսեք հաղորդումը։ Փակումը եւս կարող եք կապել ինչ որ մի հետաքրքիր, ոչ հայտնի, բայց ակտուալ բանի հետ։ Օրինակ Երևանի գազանոցում երկու մողես բռնաբարելին օծի, արդյունքում ծվել է կենգուրուի նկարն եք ցույց տալի եւ դրանով ավարտում եք, որպեսզի մարդը ինչ որ մի վերցների կունենա, սպասի ավարտին, որ իմանա հարրամելի սենց։ Հասես մարդուն կբերեն առաջի պլան։ Հարութ, դու նոր ես զբաղվում ցիրկով, սրանը մաներին տանում կողում ես այն ծակի մեջ։ Ձեն ես վարի գնաց արա։ Նույնը կապված փակման հետ։ Ապայման չի ինչ որ լրիվ թարմ նորություն ունի, բայց հետաքրքիր մի նյուանս եւ մարդիկ ամեն անգամ սպասում են, որ ինչ որ արտասովոր սյուր նորությամբ եք ավարտում հաղորդումը, եւս դա ոչ ստանդարտ է դարձնում ձեր ավարտը։ Շոկի ենթարկեք ձեր դիտողներին, բարեկամներս եւ հումորի։